Երեք շաբաթ էլ 3 ամիս էլ ի՞նչն է մեզ խանգարում։ Մեր ամբողջ փիլիսոփայությունը, ինչպես այ պայմանավորվել ենք, մեր հայեցակարգը հետևյալն է, մենք այդ տնտեսվարողների թիկունքը պահում ենք այնպես այն չափով, որ իրենց մղում ենք գործողության, որ իրենք աշխատեն, որովհետև այսինքն տրանսֆորմացիոն մի շրջան ենք ապահովում, որպեսզի իրանք հանգիստ կարողանան նայել աշխարհին, տեսնել են հնարավորությունները, գնալ, բանակցել եւ ասենք լրացուցիչ լարվածության մեջ չլինեն, որ վարկի մարման ժամկետն եկավ, ինչ ենք անելու, տոկոսի մարման ժամկետն եկավ, ինչ ենք անելու, եւ սա նորմալ process է եւ պետքա շարունակենք աշխատել։ Այո, ես ուզում եմ նաեւ արձանագրել, որ էլի նախորդող շրջանի մեր փորձերը, մասնավորապես COVID-ի համավարակի ընթացքում մեր ձեռք բերած փորձը, այն ժամանակ ստեղծած մեխանիզմները այսօր մենք նորից վերագործարկում ենք, որովհետև շատ լավ է, որ մենք տարբեր իրավիճակներում իմիջիայլոց նաև պատերազմի շրջանում, նաև այլ իրավիճակներում մենք պատրաստի բանաձևեր ворթեգրած ունենք եւ այդ բանաձևերը ըստ իրավիճակի հանում ենք եւ որոշում ենք։ Այսինքն մենք այսօր երկար այս որոշումները հիմա ես ինչքան հետևում են, մենք քննարկում ենք գաղափարը առաջանում կամ խնդիրը առաջանում, մենք 2-3 արդեն հաջորդ կառավարության նիստում մենք արդեն ունենք որոշում եւ դրանից մի քանի օր հետո արդեն այդ որոշումը սկսում է իրական կյանքում աշխատել եւ ես ուզում եմ գոհունակությամբ նշել, որ կառավարությունը շատ արագ է արձագանքում, շատ արագ է աշխատում, այսինքն մենք ամեն մի ազդակին միանգամից այդ ամեն ազդակը շենքում եւ մյուս շենքերում process-ներ է հարուցում եւ դա շատ լավ է։ Այս տեմպը պետք է պահել, իհարկե միևնույն ժամանակ չենք մոռանում, որ Եվրասիական տնտեսական միության հետ մենք շատ սերտ եւ ակտիվ աշխատում ենք եւ այդ աշխատանքը կշարունակենք, որովհետեւ մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ որ մի անշրջելի բան է տեղի ունեցել եւ մենք հիմա պետքա այսպես ասած այն ուղղությամբ չնայենք, ոչ շատ ակտիվ աշխատելու ենք եւ համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետեւ եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության համար, որովհետեւ ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մենք ասում ենք, որ ինքը կա եւ մենք այդ թվում որպես մասնակից պետություն համարում ենք, որ ինչ որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել եւ տպավորություն է ստեղծվել, որ չկա Եվրասիական, բայց եթե Եվրասիական տնտեսական միությունը կասի, գիտեք ինչ, ես չկամ այլևս, դե որ իրանք չկան, մենք ինչ կարանք անենք։ Մենք կանք եւ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ աշխատում ենք մենք Եվրասիական տնտեսական միությունում։ Հիմա Եվրասիական տնտեսական միությունը պետք է ասի ինքը կա թե չկա։ Եթե հանկարծ կասի չկա, այսինքն դե յուրե ուղիղ կամ բանով նամյոկով կասի, որ չկա, դե մենք ինչ անենք։ Չկա, եթե կա, եթե չկա, չկա։